Տոնական հեքիաթ։ Այն օրվանից, ինչ բեղավոր մուկուչ քեռին խանութից տուն բերեց ամենախայտաբղետ փուչիկը, անցել էր ուղիղ 3 տարի։ Նրան փչում էին տարեկան 2-3 անգամ, ամենակարևոր տոների ժամանակ։ Հենց դա էլ նրան առիթ տվեց մտածելու, որ ինքը սովորական փուչիկ չէ, թեև սկզբում չէր հասկանում, թե ինչու։ Բայց շուտով կամաց հասկացավ, նախ որ ինքը տոն օրերին օդում ծածանվող ամենամեծ փուչիկն էր, հետո էլ մնացած փուչիկները միագույն էին՝ կարմիր, կապույտ, դեղին, կանաչ, իսկ ինքը այնքան գույներ ու երանգներ ուներ, որ նույնիսկ ամենափորձված նկարիչներն ու ներկագործները դժվարանում էին դրանց անուններ տալ։ Դրա համար էր, որ հենց գործարանում նրան խայտաբղետիկ անունով էլ կնքեցին։ Չգիտես օդով լցվելու հաճույքից, թե տոնական հանդիսավոր շքերթին մասնակցելու ուժեղ ցանկությունն էր, նախատոնական օրերին խայտաբղետիկը սովորաբար շատ անհանգիստ էր դառնում։ Այդպես էլ այս տարվա մայիսի 1-ի գիշերը նա անցկացրեց խառը երազների մեջ։ Հենց երազի սկզբում նրան թվաց, թե 3 ոտք ունի, թեև իրականում նա ոտքեր չուներ։ Հետո նա տեսավ, թե ինչպես բազմաթիվ զինվորականներ, քաղաքացիներ ու դպրոցականներ շարքերով գնում էին շքերթի։ Ինքն էլ շտապեց հասնել նրանց ու խցկվել շարքի առջևից գնացող բարձրահասակ աղջկա ձեռքի մեջ։ Սակայն նրա ոտքերից մեկը, որ առանց այն էլ ինքն ավելորդ էր համարում, անվերջ խանգարում էր մյուս երկուսին։ Խայտաբղետիկը ուզում էր մեկնումեկին օգնության կանչել, բայց հիշեց, որ բերան չունի ու լռեց։ Նա մտածեց ու ելքը գտավ։ Վզի բարակ ոսկե թելով կապեց խանգարող ոտքն ու արագ վազեց առջևից գնացող աղջկան հասնելու։ Դեռ 100 մետր էլ չէր անցել, երբ դիմացի փայտե ցանկապատից պոկվեց մի մեծ սրածայր մեղ ու սլացավ դեպի նա։ Կծակի, սարսափով մտածեց խայտաբղետիկն ու բազմերանգ այտերն այնպես ուռացրեց, որ իրանը սեղմվեց ու կարճացավ, իսկ մեղը, խփվելով երկաթե հեռագրասյանը, ուշաթափված ընկավ գետնին։ Լավ պրծա, ուրախացավ խայտաբղետիկը, ընդունեց իր նախկին դիրքն ու շարունակեց վազել, չնայած բարձրահասակ աղջիկը արդեն շատ էր հեռացել։ Զարմանալի էր, երբեք այդքան դժվար չէր եղել շքերթին մասնակցելը։ Դե ինչ արած, դժվարությունները նաև փուչիկների համար է։ Ու այն է, ուզում էր թռչել տոնականորեն զարդարված ավտոմոբիլը, երբ ցավող ոտքը սկսեց խնդրել, որ իրեն արձակի։ Չեմ խանգարի, հասկանալով խայտաբղետիկի միտքը, շարունակեց ոտքը։ Ես աշխարհի ամենաարագավազ ոտքն եմ, որ երբևէ ունենում են փուչիկները։ Քեզ արագ կհասցնեմ շքերթին։ Խայտաբղետիկը անմիջապես արձակեց նրան։ Եվ իրոք, նա այնպես արագ սկսեց տանել խայտաբղետիկին, որ մյուս երկուսը քիչ էր մնում հետ ընկնեին։ Շքերթի մասնակիցները արդեն մտել էին հրապարակ, և բոլոր մուտքերը փակ էին։ Հուսահատված խայտաբղետիկը փորձեց հենց մայթից բարձրանալ տանիքները, որ այնտեղից իջնի հրապարակ, բայց նոր էր հասել 4-րդ հարկի պատշգամբին, երբ հազիվ 3 տարեկան մի տղա բռնեց վզի թելից։ Խայտաբղետիկը նույնիսկ չկարողացավ տարբերել այդ փոքրիկը տղա էր, թե աղջիկ։ Խնդրում եմ, բաց թող, հանկարծ բարձրաձայն սկսեց աղերսել խայտաբղետիկը։ Ես անպայման պետք է մասնակցեմ շքերթին, առանց այդ էլ այնքան եմ չարչարվել, լավ էլի։ Տղան շատ զարմացավ, որ փուչիկները խոսում են, բայց ավելի շատ զարմացավ խայտաբղետիկը ինքը,
որովհետև գիտեր, որ ինքը բերան չունի։ Երևի ստիպված խոսեցի, անցավ խայտաբղետիկի մտքով, և հենց այդ պահին տղան ափսոսանքով բաց թողեց թելը։ Խայտաբղետիկը բարձրացավ տանիքներից էլ վեր, ապա օդով գնաց ու գնաց և իջավ ուղիղ բարձրահասակ աղջկա աջ ձեռքի մեջ։ Բայց այդ ժամանակ զարմանալի բան կատարվեց։ Խայտաբղետիկը զգաց, որ շուրջը ամեն ինչ մշուշոտվում է։ Հետո դարձյալ ամեն ինչ պարզվեց, և քնից արթնացած խայտաբղետիկը հասկացավ, որ այդ ամենը երազ էր, իսկ իսկական շքերթը նոր էր լինելու։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, կհանդիպենք։